գուլպաները գտել են իրար և կրկին միասին են։ Ինչպիսի ուրախություն։ Սիրելիներս, միայնակ գուլպաների թեմային կանդրադառնամ այսօր, որովհետև գիտեմ, որ շատերիդ մոտ դա թեմա է, որ այս մի գուլպան կա, մյուսը չկա եւ այլն, լվացքը ավարտել եմ, բայց պահում եմ, չգիտեմ ինչի եմ պահում։ Առաջնահերթ իհարկե խորհուրդ եմ տալիս բոլոր ձեր միայնակ գուլպաներին նախ հավաքել որևէ մի ցանկալի է կոնտեյներում, բայց գոնե դարակի որևէ անկյունում, եթե չունեք դեռ կոնտեյներներ, հա։ Ուրեմն հավաքում եք եւ լցում եք, մանկական լինի, ամուսնունը, ձերը, բոլորինը գցում եք այդ մի անկյունը եւ երբ ավարտում եք ամբողջ ձեր լվացքը, հուսամ այդ օրը տեղի է ունենում ձեզ մոտ, այդ օրը գալիս է, երբ դուք ավարտեցիք, ամբողջը չորացավ, դուք կարող եք միանգամից նայել բոլոր այն գուլպաները, որոնք որ արդեն իսկ միայնակ են, իրենցից պետք է ազատվել, որովհետև ինչ-որ հրաշք չի կատարվելու եւ այդ գուլպաները ինչ-որ տեղից չեն առաջանալու, հա, իրանք ինչ-որ գաղտնի ուղղությամբ գնում են մեր տներից, այնպես որ իրենց միայնակ զույգերից պետք է ազատվել։ Մի լուծում էլ ձեզ առաջարկեմ, օրինակ իմ բոլոր գուլպաները սպիտակ գույնով են, նախ կարելի է հեշտորեն սպիտակացնել եւ պարբերաբար զբաղվել այդ գործողությամբ, հա, եւ իրենք բոլորը միանման են, միատեսակ են, կա ձմեռային եւ կա թեթև տեսակի գուլպաներ, բոլորը ինձ մոտ սպիտակ են եւ նույնը կատարել եմ ամուսնուս գուլպաների հետ կապված, մասամբ նաեւ երեխաների, բայց երեխաների մոտ իհարկե շատ ավելի զանազան բազմազան են գուլպաները։ Ինչի համար եմ ասում, որ միօրինակ գուլպաները հեշտ լուծում են, որովհետև եթե կորավ մեկը, գտնվում է մյուսը եւ դուք չեք էլ զգում։ Ես վստահ եմ, որ արդեն առնվազն 10 զույգ էլ այդպես առանձին միայնակ գուլպաների դեն նետած կլինեի, եթե արդեն վաղուց այս ձևով ձեռք չբերեի գուլպաները, միշտ սպիտակ, միշտ նույն ձևի, նույն չափի, նույն ֆիրմայից կամ միանման, հա, շատ մոտ տեսակների, սպիտակների մեջ դա հեշտ է այդպիսի լուծում գտնել։ Այսպիսով ես նախ ծալելու ժամանակ արդեն երբ դասավորում ես դարակների մեջ, ով էլ որ անի, դա իրեն շատ հեշտ է, դա անել, զույգերը հեշտ գտնվում են եւ հիմնականում այդ խայտաբղետությունն է, որ դառնում է պատճառ, որ մեկը կորել է, մյուսը գտնվել է։ Իսկ հիմա ով էլ կորի, մեկը մյուսին կգտնի, մեկը ավել կլինի, ասենք թե եւ այլն, այդ մեկ ավել իհարկե կարելի է պահել, կարելի է եւ չպահել։ Եվ կարելի է հեշտորեն, եթե մաշվել է կամ քայքայվել է ինչ-որ մեկը կամ ինչ-որ վնասվել է, կարող եք մյուսով հեշտորեն փոխարինել, այդպես եւ կխնայեք ձեր գումարը, ձեր ժամանակը, ձեր նյարդերը եւ մեր միայնակ գուլպաները այլևս չեն լինի միայնակ։